եկեղեցական կանոնադրությամբ հստակ սահմանված է, որ կաթողիկոսի տեխնացուն կարող է լինել միայն 35 եւ բարձր տարիք ունեցող եպիսկոպոսը, բարձր հոգևորական կրթություն ունեցող, ազգությամբ հայ առաքելական եկեղեցում մկրտված, ցմահ ամուրի անձը։ Այս պայմանները հստակ են, եւս պայմաններ կան, ուղղակի սրանք հիշեցի եւ ներկայացրեցի։ Եթե այս պայմաններից մեկը չկա, հետեւաբար անձը չի կարող լինել կաթողիկոսի տեխնացու։ Հիմա տեսեք, պատկերացրեք, որ բարձում է, որ կաթողիկոսի տեխնացուն հայ չէ, կամ մկրտված չէ հայ առաքելական եկեղեցում, կամ տարիքը չի համապատասխանել, այսինքն մենք դա ոնց կվերաբերենք, իհարկե, ի սկզբանե այդ ընտրությունները չէին կարող տեղի ունենալ, չէ՞։ Հիմա այդ նույն պայմաններից մեկը բարձում է, որ չկա, այսինքն ցմահ ամուրիության պայմանը չկա։ Մարդը ունի երեխաներ, կուսակրթության պահանջը խախտված է, ունի երեխա կամ երեխաներ եւ ամուսնացած է եղել այդ պահին, երբ որ ինքը դարձել է կաթողիկոս։ Երբ որ իրավունքի տեսանկյունից ենք նայում այս ամենից, արդեն պարզվում է, որ այդ ընտրության արդյունքները առ ոչինչ են,